Այս գործը նվիրված է հայրիկիս ծիծեռնակաբերդ գործն է, որ շատ ինձ համար թանկ գործ է։ Ներքին մենախոսություն, բնանկարի ու նատյուրմորտի ժանրային ակնարկներ, հուշեր եւ ապրումներ, որոնք ձևափոխվում են անճանաչելիորեն։ Նվարդ Հայթայանի 4 արև խորագրով առաջին անհատական ցուցահանդեսում արևը դառնում է կենտրոնական նշան, լույսի, շարժման եւ ներքին էներգիայի խորհրդանիշ։ Արվեստագետի համար առաջին անհատական ցուցահանդեսը շատ կարևոր է եւ շատ կարևոր է, որ դու քեզ վերջապես կողքից տեսնես եւ դու ինքդ հասկանաս ինչ ես քեզանից ներկայացնում։ Հիմնականում ճամփորդում եմ Հայաստանով, եղել եմ արտերկրում, այնտեղի բնությունն էլ գիտեմ, բայց Հայաստանի բնությունը ինձ համար ամենահուզիչն է, այսպես կարող եմ ասել։ Շատ հուզիչ բնություն ունենք, որովհետև ինքը չի կրկնվում ընդհանրապես։ Եվ այդ ընթացքում, երբ որ քայլում ես, սարեր ես բարձրանում կամ թեկուզ ավտոմեքենայի միջից ես նայում, ամբողջությամբ հոգիդ լցվում, հավաքվում են քո զգացմունքների, զգացողությունների մեջ եւ հետո հորդում ես։ Կտավները չափով փոքր են եւ դա հնարավորություն է տալիս մարդկանց մոտենալ աշխատանքին եւ ամեն մանրուքի մեջ ճանաչել արվեստագետին։ Նկարչուհու խոսքով տարիների հետ ձեռագիրը շատ է փոխվել, մարդն անդադար շարժման մեջ է, փոխվում է նրա մտածելակերպը։ Այս շրջանում նկարչուհուն գրավում է հատկապես ջրաներկի տեխնիկան։ Առաջի հերթին ակնկալում եմ, որ սա դիտորդին կտա իրար հանդեպ սեր էլ ավելի, իսկ մարզերը շատ եմ կարևորում, շատ։ Կուզենայի ամեն գյուղում ցուցադրվեի ու կապ չունի որտեղ։ Կյանքը շատ արագ է անցնում վեճերով կամ պատերազմներով անցկացնելու համար։ Այս բնությունը աստվածային ընդհանրապես ամբողջ աշխարհի մեզ տրված է նրա համար, որ մենք վայելենք եւ արարենք եւ իրար սեր բաժանենք։ Սա մի ընթացք է, որը անընդհատ դու տեսնում ես, անընդհատ քո կողքը ընթանում է եւ տեսնում ես փուլերը։ Այսինքն նկարչի զարգացումը, նկարչի տրանսֆորմացիաները, ինչ խնդիրների մեջ է մտնում եւ ինչպես են դրանք լուծում։ Ես ուղղակի ուրախ եմ, որ այս ցուցահանդեսը կայացավ, որ Նվարդը որպես հեղինակ նաեւ ինքը կարող է իրեն դիտարկել ավելի ընդարձակ, այսինքն քանակական առումով գործերի մեջ եւ նաեւ հանդիսատեսը կարող է նշмарել այն անհատական գիծը, որը Նվարդը որպես նկարչուհի տիրապետում է։ Ցուցադրությունը կգործի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում մինչև ապրիլի 12-ը։